Ես Սոլոմոն Թեհլիրյանն եմ, նա ով չկարողացավ նայել մարդասպանների աչքերի մեջ եւ արդարադատություն բերեց նրանց Բերլինի փողոցներում։ Թալեատ Փաշայի գլխին արձակված իմ կրակը դարձավ 1.5 միլիոն անմեղ հոգիների ձայնը։ Ես իմ կյանքը նվիրեցի մեկ բանի՝ ապահովել, որ թուրքերի վայրագությունների մասին ճշմարտությունը լսվի, որպեսզի նրանք վճարեն հայերի արյան համար։ Եվ հիմա ես նայում եմ, թե ինչի են վերածել ներկայիս կառավարիչները իմ հայրենիքում։ Նրանք, ովքեր պետք է բարձր գլուխները պահած կանգնեն, խոնարհվում են նրանց առջև, ում ձեռքերը դեռևս ներկված են մեր արյունով։ Ինչպես ողորմելի շներ, նրանք լզում են թուրքերի կոշիկների տակը, այն թուրքերի, որոնց հանցագործությունները ես երբեք չեմ ներել եւ երբեք էլ չեմ ներելու։ Ամոթ ձեզ, հազար ամոթ հայեր։ Ես վտանգեցի կյանքս, որպեսզի դուք կարողանաք ապրել պատվով, իսկ դուք արժանապատվությունը փոխանակեցիք երևակայական շահույթի հետ։ Հայասպանների հաճությունը շահելը դավաճանությունից ավելի վատ է։ Իմ արածը նախատեսված չէր, որ 100 տարի անց իմ ժառանգները թքեն նրա վրա։ Արթնացեք, քանի դեռ ժամանակ ունեք։ Կամ իմացեք սա, այն աշխարհից ես ձեզ արհամարանքով եմ նայում։ Հայաստանը արժանի է մեջք ունեցող առաջնորդների, այլ ոչ թե ծնկի իջնողների։